Ինչպես արդեն տեղեկացրել էր Star News-ը, օրերս Արամ Մելիքյանի կրտսեր դուստրը Ստելլան մասնակցել էր հարսանյաց արարողության։ Ի տարբերություն Էլիզի, Ստելլան սոցիալական ցանցերում առանձնապես ակտիվ չէ, սակայն հարսանյաց միջոցառումից նա կիսվել էր փոքրիկ հոլովակով։ Հարսանյաց արարողության ժամանակ Ստելլայի արտաքին տեսքը սովորականից տարբերվում էր։ Գեղեցիկ և նուրբ դիմահարդարմամբ, ինչպես նաև ներկայանալի ու շքեղ զգեստով։ Այս ամենն առավել ընդգծել էին նրա նրբությունը, գեղեցկությունը և հմայքը, գրավելով հետևորդների ուշադրությունը։ Արամ Մելիքյանն իր հարցազրույցներից մեկի ժամանակ խոսել է այն մասին, թե ինչպես են եկել այն մտքին, որ պետք է որդեգրեն աղջիկներին։ 2021-ին արդեն որոշել էինք թղթերը տալ քաղաքապետարան, բայց մի դեպք եղավ, որը բեկումնային եղավ ինձ համար, ինչի մասին քիչ հետո կպատմեմ։ Այդ ընթացքում զանգ ստացա մի հիանալի կենտրոնից՝ Նագաշյան։ Սոցպատասխանատու տիկին Գայանեն հրավիրեց իրենց միջոցառման հաղորդավարը լինել։ Երբ իմացա կենտրոնի գործունեության մասին, սիրով համաձայնեցի անվճար վարել։ Այդպես էլ նախատեսել էին, քանի որ գումար չունեին։ Խոստացա հետս երգիչներ էլ տանել։ Կենտրոնում իմացա, որ այնտեղ ծնողներ չունեցող երեխաներ էլ կան։ Հենց Ստելլային տեսա, անբացատրելի բան զգացի, այն ժամանակ դեռ չգիտեի, որ քույր էլ ունի։ Լիլիթի հետ ամեն ինչ քննարկեցինք, բացատրեց, որ չենք կարող էմոցիոնալ որոշում կայացնել, այն ամբողջ կյանքի համար է։ Երբ պարզվեց, որ Էլիզան 16 տարեկան է, բարձրաձայն ասեցի՝ պատրաստ չեմ մեծ աղջիկ ունենալ, տղաները սիրահարվելու են ու գան ինձ հետ հանդիպելու։ Աշխատողներն էլ ծիծաղեցին։ Լիլոյի որոշումն է եղել, որ երկուսին էլ որդեգրելու ենք։ Էլիզային հանդիպելուց հետո նրան էլ սիրեցի ու վստահություն ունեցա, որ ամեն ինչ կստացվի։ Այս մասին խոսել է նաև Լիլիթը։ Միշտ պատկերացրել եմ, որ փոքր երեխա պետք է որդեգրենք։ Մեծի դեպքում պատասխանատվությունն ավելի շատ էր թվում, բայց հասկացանք՝ ոչ մի տարբերություն էլ չկա։ Ստելլա, իսկ դու ինչ ես հիշում Արամի հետ ծանոթությունից։ Մեր կենտրոնի 10-ամյակն էր, հենց սկզբից էլ շատ սիրեցի նրան, բայց այդ օրն իրար հետ չխոսեցինք։ Արամ Մելիքյանը նշեց՝ Էլիզի հետ մեր հանդիպումն էր շատ զվարճալի եղել։ Էլիզան պատմեց այս մասին։ Խանութում էի, երբ եկավ մեր կենտրոնի մոտ։ Մեքենայի պատուհանից նայեց ու ժպտացինք իրար։ Արամ Մելիքյանը Էլիզին միանգամից հարցրել է՝ Ստելլայի քույրի՞կն ես։ Թեև իրար նման չեն, բայց ժպիտից հասկացել է, որ այո։ Հատկանշական է նաև նշել, որ Ամալիա Հովհաննիսյանի Life-room հաղորդման շրջանակներում ընտանիքը խոսել էր այն մասին, որ Լիզան 9 տարեկան էր, երբ մայրը մահացավ ու քրոջ 5-ամյա Ստելլայի հետ սկսեցին ապրել երեխաների աջակցման կենտրոնում։ Տարիներ անց 16 և 12 տարեկան աղջիկներին որդեգրեց շոումեն Արամ Մելիքյանը, նրանց կյանքը գլխիվայր շրջելով։ Ընտանիքը սկսեց բլոգ վարել, այս ոլորտը շատ հետաքրքրեց Էլիզային և նա սկսեց նաև իր անհատական բլոգը։ Հիմա երբ Էլիզան հետհայացք է անում, արդյոք էլի կընտրեր բլոգինգը, թե ոչ։ Ինձ թվում է, որ սա իմն է, որովհետև ես սրա մեջ ինձ շատ լավ եմ զգում։ Երբեք չեմ մտածել, որ կզբաղվեմ բլոգինգով և բոլորը կճանաչեն ինձ։ Միշտ չեմ հասկացել, որ իմ հետ նկարվում են, բայց այս վերջին շրջանում սկսել եմ հասկանալ։ Հիմա դուրս գալիս է, շատ եմ սիրում։ Նոր ընտանիքին ինտեգրման մասին։ Իրականում այնպես չէ, որ ամեն ինչ շատ հարթ է եղել։ Հասուն տարբեր մարդիկ սկսում են ապրել նույն հարկի տակ։ Մի կողմից կյանքի որակի լավացում, մյուս կողմից այդ նոր ընտանիքում պետք է ունենաս քո խոսքը։ Ինչպես է տրվել Էլիզային այդ փուլը։ Ես բնավորությամբ հեշտ մարդ չեմ, շուտ եմ նեղանում, իսկ Ստելլան ինձ է քաշել։ Մաման էլ պապան էլ փորձել են մեզ շուտ ինտեգրել դժվարությունների ընթացքում։ Միշտ էնպիսինն եմ եղել, որ ինձ ինչ-որ բան մերժել են, ես նեղվել եմ և կարող է մի 2 օր նեղանայի ու սենյակից դուրս չգայի։ Իրենք շատ են օգնել, որ ես այդ էտապից դուրս գամ։ Ստելլան էլ է ինձ օգնել։ Ինչքան էլ տարիքով փոքր է, միշտ եկել ասել է Էլիզ, բայց իրենք քեզ շատ են սիրում, դու դրանից մի նեղացի։ Քեզ համար են ասում, ինչ ասում են։ Մաման ինձ շատ ընկերուհի է։ Ծնող է, բայց մենք իրար հետ ընկերուհիների պես ենք։ Որովհետև ինքը ինձ տեղեր կան խորհրդի նման ասում է, գիտես Էլիզ, ես օրինակ այս իրավիճակում այսպես կանեի։ Դա ինձ օգնել է, որ նրանք ինձ մեծի նման են ընդունել։ Երբ իմացավ, որ ուզում են որդեգրել իրենց, ինչպես ընդունեց Էլիզը լուրը և համաձայնվեց։ Հիմա կոպիտ է հնչում այն, ինչ որ ասում եմ, բայց շատ մարդիկ են մեզ որդեգրելու ցանկություն ունեցել։ Ես էլ, Ստելլան էլ ի սկզբանե դեմ ենք եղել որդեգրությանը։
Մենք մտածել ենք իրար ունենք և վերջ։ Ստելան երբ արդեն Արամի հետ կապվեց դեռ չէի ճանաչում ես։ Նա միշտ նկարներ էր ցույց տալիս, իրենցից էր պատմում, ասում էր, որ լավ տեղեր են գնացել, որ շատ լավն են իրենք։ Նա շատ ջերմ պատմում էր, ես ուրախանում էի, որ նրան երջանկացնող մարդիկ կան։ Աշխատանքից գալիս էի ոչ մի բանից տեղյակ չէի, սպասում էի այդ հանդիպմանը։ Քանի որ ինքս չէի տեսել։ Ես որ ծանոթացա հուզված էի, չէի պատկերացնում, որ ամեն ինչ լուրջ է և որ այդքան արագ զարգացավ ամեն բան։ Շատ եմ սիրել իրենց։ Ստելայի հետ խոսելիս ասում էր, Լիլիթը շատ լավն ա, բարի ա, ինձ շատ ա գրկում, սիրում։ Ես Ստելային ասեցի դու որոշի։ Իրականում այն տարիքում չեմ եղել, որ ունենայի այդ միտքը։ Ես այդ շրջանում արդեն աշխատում էի և փորձում էի ինքս իմ նպատակները գծել։ Ստելան փոխեց համ իմ, համ իր, համ ծնողների կյանքը։ Մենք որդեգրության մասին մտածելիս կարծում էինք, որ կբաժանեն մեզ իրարից, բայց ոնց տեսնում եք այդպես չեղավ։ Հատուկ կենտրոնից տեղափոխվելը հոգեբանորեն ինչ դժվարություն է իրենից ներկայացրել։ Իմ միջավայրն էր, այդտեղ եմ մեծացել 8-ից 9 տարի։ Սակայն լավ է, երբ գիտես քեզ տանը սպասող կա, իսկ այնտեղ չէին կարող 20 հոգու անհատական սպասել։ Այստեղ գիտես, որ տուն ես գնում քեզ սիրող սպասող կա, քեզ համար հաց են սարքել։ Դա մի ուրիշ զգացողություն է։ Դրա համար չեմ կարող ասել, որ հատուկ կենտրոնում ինձ ինչ-որ պահող բան կար։ Ես էմոցիոնալ մարդ եմ, ամեն ինչից նեղվել եմ և հաճախ վեճերի մեջ եմ եղել, բայց փորձել եմ հաղթահարել, իրենք էլ են ինձ օգնել։ Անցումային շրջանը հեշտ է եղել, հարմարվելն է դժվար եղել։ Հետո էտապ զրույցներով, աղոթքներով հաղթահարել եմ։ Գաղտնիք չէ, որ Արամ Մելիքյանի ընտանիքը ամենաքննարկվածն է հանրության շրջանում։ Սա հայկական շոու բիզնեսի այն եզակի դեպքերից է, երբ բացասական կարծիքներ գրեթե չկան ընտանիքի մասին։ Էլիզի անձնական կյանքը ևս քննարկվում է։ Նա վերջերս մի քանի հոլովակ էր հրապարակել, նախ նշելով, որ փորձում է մաքրել հեռախոսն ու ջնջել ավելորդ լուսանկարները։ Այդ ընթացքում Էլիզը հրապարակել է մի քանի արխիվային հոլովակ, այդ թվում սիրելիի հետ հոլովակ ու գրել «Ուտեմ քեզ»։ Նշենք, որ այսպիսի ջերմ գրառումներ Էլիզը հաճախ է անում լուսանկարներին կից։ Star News-ն այս հոլովակի համար պատրաստել էր այսքանը։ Իսկ հիմա առաջարկում ենք դիտել մի քանի հոլովակ Արամ Մելիքյանի ընտանիքի ինստագրամյան էջից առանց որևէ մեկնաբանության։ Մամ, ես ինձ նոր ջինս եմ առել։ Էլիզ, հանդը սենց արա։ Սենց։ Սենց։ Պետք է հավաքել վեշերես տնից ու գնալ։ Շկոտ։ Ձեզնից ով է ավելի ռիսկային։ Ձեզանից ով է հեշտ վստահում մարդկանց։ Ձեզնից ով է նպատակասլաց։ Ձեզնից ով է ավելի շատ ուտում։ Ձեզնից ով է տնարար։